Ուրախ եմ ձեզ տեսնելու, այս եկեղեցին դարձել է մեր համար արդեն ոնց որ մեր եկեղեցին, որովհետև ձեր հովիվը իմ լավ ընկերն է, հով Լևոնը, Փառք Աստծո, դրա համար այստեղ գալուց միշտ ոնց որ այնպես տպավորություն է, որ ես գալիս եմ մեր տունը։ Ամեն, հով Լևոն։ Փառք Աստծո։ Ես ինձ զգում եմ ոնց մեր տանը, սենց։ Խոսքա, չասմա զգա քեզ ոնց ձեր տանը, բայց չմոռանաս, որ դու հույր ես։ Փառք Աստծո։ Շատ սիրուն ստացվել է դահլիճը, Փառք Տիրոջը, այդ ձեր զոհերն է, ձեր ջանքերը, ձեր աշխատանքը, Աստված շատ օրհնի ձեզ, դուք այսպես փառավորում եք Տիրոջ անունը, որովհետև այս դահլիճում շատերը գան, փրկվեն եւ լինեն օրհնված։ Երեք իմացա, որ Աբովյանի եկեղեցում ծնունդն է եղել։ Մի տարին լրացել է եւ այսօր ինձ հյուրասիրեցին այվ այդ ծննդյան տորթից։ Տերը օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին ձեր համար, սիրելիներ ջան։ Խոսք, որ ուզում եմ, ճիշտ ասած, աղոթեցի, խնդրեցի Տիրոջը, որ Տերը խոսի, ինչ խոսեմ Աբովյանի Արզնի եկեղեցում ու Աստված այսպես մի վերնագիր ինձ տվեց, ընտրիր կյանքը, այս վերնագրով խոսք դրվեց իմ սրտին, ես խոսեմ եւ հավատում եմ, որ դուք օրհնված կլինեք, կասես հոր ջան, ես արդեն ընտրել եմ կյանքը, Հիսուսին Տեր եմ դավանել, վերջ, ես փրկված եմ, կասեմ քեզ, որ դա քիչ է։ Փառք Աստծուն, Աստծո շնորհքով փրկված ես, բայց Պողոսը ասում է գործեցեք ձեր անձերի փրկությունը։ Քանի դեռ ապրում ես, դու պետք է ապրես ճիշտ։ Հիշում եք Հիսուս Քրիստոսը ինչ ասեց, ասեց, եթե մեկը ուզում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա։ Իր խաչը վերցնի եւ ինձ հետևի։ Ուղղակի մտածի, ուրացել ես դու քո անձը։ Որովհետև հենց այդ եսը չուրանալու պատճառով դու ընկնում ես մեծ խնդիրների մեջ ու ամբողջ կյանքում։ Հիսուսը հենց այնպես բառեր չի խոսում։ Ինքը լուրջ բաներ է խոսում։ Ով ուզում է իմ հետևից գալ, թող իր եսը ուրանա, իր խաչը վերցնի եւ գա իմ հետևից։ Մեկ ուրիշ տեղ Տերը ասում է, եթե մեկը գալիս է ինձ մոտ եւ չի նախընտրում ինձ ավելի քան իր ծնողներին, իր երեխաներին, իր կնոջը կամ ամուսնուն, կամ քույր եղբայրներին, նա չի կարող իմ հենց իր անձն էլ, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Կարդացել եք։ Իսկ հասկանում եք այս խոսքերի լրջությունը։ Այսինքն այս կյանքում ոչ ոք քեզ չի կարող կանգնեցնել, եթե դու հետևում ես Քրիստոսին եւ նախընտրել ես Քրիստոսին ավելի քան քո հարազատներին, քույր եղբայրներին, որովհետեւ եթե մեկը քո համար թանկ է, հենց այդ մեկը քեզ խփելու է, հենց այդ մեկը քեզ սպանելու է։ Ես չգիտեմ այդ մեկը ով է, բայց հիշի, եթե եկել ես Քրիստոսին եւ չես նախընտրում Քրիստոսին ավելի քան քո սիրելի որդուն, աղջկան, ամուսնուն, կնոջը, ծնողներին, դու չես կարող լինել քրիստոնյա։ Տերը ասում է, չես կարող աշակերտ լինել։ Իմ աշակերտը չես կարող լինել։ Իսկ մենք մոռանում ենք այս խոսքերը եւ ապրում ենք որպես քրիստոնյա։ Շատերս դարձրել ենք սովորություն, ես զգում եմ այս վերջի օրերի մեջ, այնքան շատ է ինֆորմացիան, քարոզները, հարյուրավոր քարոզիչներ, ինտերնետով, օրը 10 հոգու լսում ենք։ Ինֆորմացիան շատ է, բայց ես տեսնում եմ ինչ-որ նաև դեգրադացիա քրիստոնյական։ Լսում են ուղակի, բայց չեն ապրում։ Լսում են, բայց Աստծո վախը չկա։ Չեն ապրում, չեն կատարում։ Հասկանում ես,
Ու խնդիրը հենց տեղ է թաքնված։ Ոչ թե մենք ինֆորմացիայի պակաս ունենք, սիրելիներ ջան։ Ասենք հիմա ձեզանից մեկը, երկուսը կարող ասեն, հա, Հովիվ Պավելն ա եկե, հəl տեսնենք ինչ է ասում։ Նույն բաները պետք է ասել էլի։ Հəլնենք գնանք մեր գործով։ Մտքեր։ Մեր բառերով ասած, մթոմետ ինչ պետք է ասի, որ ես չեմ լսել։ Բոլորն էլ լսել եմ, բայց ես գիտեմ իմ անելիքը։ Ես արդեն իմ կուրսը վերցրել եմ, իմ որոշումները կատարել եմ, ես ապրելու եմ այնպես, ոնց որ գտնում եմ պետքա։ Բայց դա չեղավ եսը ուրանալ։ Այսօր մեզ ոչ թե ինֆորմացիան է պետք, այսօր մեզ պետք է հոգևորությունը։ Արդյոք դու հոգևոր մարդ ես։ Աստծո վախով լցված ես։ Գիտես, տարիները, ես տարիների հովիվ եմ արդեն, 17 տարվա, եթե ոչ շատ, 18։ Եվ ես շատերին եմ տեսել, շատերի սկիզբն եմ տեսել, շատերի վերջն եմ տեսել, շատերի ներկան եմ տեսնում, ու զգացել եմ մարդիկ, որոնք տրված են և Աստծո վախով են, և հավատքի մեջ են, լուրջ հավատքի մեջ են, նրանք օրհնված են, նրանք աճում են, մարդիկ, որոնք արդեն գցել են մեր բառերով ասած հոգևոր առումով, այդ բառը հայերեն չգիտեմ, խալաստոյ, այն որ վերևից իջնում է մեքենան, գցում ես խալաստոյ, մի ժամանակ մեխանիկական այդ տուփերով խալաստոյ ենք գցում, գնում ենք։ Մարդիկ, որոնք հոգևոր այդ ձև են ապրում, այն չլնում ալնի, նրանց կյանքը վերածվում է մի հատ քաոսի, ուշ թե շուտ։ Հենց երեկվա դրությամբ մի օրինակ տեսա, մի հոգևոր, մեր հոգևորներից։ Ընտանիքի որոշ անդամները գալիս են, իսկ ինքը կնոջ հետ չի գալիս, երեխաների հետ չի գալիս, բայց մի ժամանակ գալիս էին, աղոթում էին, մկրտված էին։ Հարցնում է, բա ինչու չես գալի կիրակի օրերը եկեղեցի պաշտելու տիրոջը, Հովիվ ջան, գործ ունեմ, հարմար չի, ժամանակ չկա, չգիտեմ, էս են պատճառաբանություններ։ Մի օր Տերը թույլ տվեց հավաքույթի ժամին։ Մտնում եմ խանութ, պետք էր։ Մտնում եմ խանութ, տեսնում եմ էս եղբայրը, ձեռքին գարեջուր, մի քանի հատ, առնում է անհավատների հետ խմում են։ Ձեռքին տեսա, ասեցի, բա այս ինչ է, անգերներս եկել են, ուզում եմ հյուրասիրեմ։ Ասի, բայց դա ճիշտ չի։ Անցան ամիսներ։ Երեկվա դրությամբ լսեցի, երեխան վատացել է, շատ ծանր, բոլորը լացում են, գլխի հետ է պրոբլեմը, դառնում են բժշկի, չգիտեմ, ստուգումներ, դեղեր, այս բժիշկը այն բժշկի մոտ, այն մյուսը նրա մոտ, զանգեցին, լացում են, աղոթեք մեզ համար, լավ աղոթենք։ Բա դուք, չէ որ դուք դուռ եք բացարել սատանային, հիմա ձեր ֆինանսները ամբողջը տանելու է, չհաշված ձեր ներվերը, ձեր վախերը, դողերը։ Հասկանում ես, աստվածապաշտությունը նենց բան է, որ դու պետք է շատ լուրջ տրամադրվես, նվիրվես, ապրես, դու քո համար ես ապրում։ Այսօր, որ դու անտարբեր ես ու ամեն ինչ նորմալ է, չի նշանակում վաղը ամեն բան նորմալ է լինելու։ Դու պետք է լրջանաս։ Մեջտեղը երեխա կա, կին կա, ամուսին կա, ծնող կա, դու չգիտես քո գլխի գալիքը, թե սատանան ինչ է բերելու քո գլխին, հաջորդ ամիս։ Ով է հասկանում։ Դրա համար պետք է լրջանալ եւ վերնագրեցի, ընտրիր կյանքը։ Կաս Հովիվ ջան, կյանք ընտրել եմ, էլի աշխատում եմ, վայելում եմ, փող եմ աշխատում, շուտով մի հատ լավ մեքենա եմ գնելու, տներս եմ վերանորոգում, գնալու ենք ստեղ հանգստանալ, այս երկիր, այն երկիր, կյանք ընտրել եմ, ապրում եմ։ Փառք Աստծո, դա վատ չի, բայց Քրիստոսի հետ։ Եթե դու թողել ես Քրիստոսին եւ կարեւորություն ես տվել այս աշխարհի հաճույքներին, կոմֆորտին, դու շատ լուրջ խնդիրի մեջ ես։ Այսօր ապաշխարության օր է։ Ամեն։ Դու պետք է լուրջ ապաշխարես, թե չէ լավ չի քո հոգևոր վիճակը։ Փառք մեր Հիսուսին։ Ես ուզում եմ Աստվածաշնչից կարդամ
Երկրորդ օրինաց 30 գլուխ 15 խոսք։ Տես, ես այսօր քո առաջ եմ դնում կյանքը եւ բարին, մահը եւ չարը։ Ինչ է անում։ Աստված ազատ փռել է մեր առաջ, ընտրություն կա։ Այսօր քո առաջ եմ դնում, Տերը ասում է, կյանքը եւ բարին, այսինքն եթե բարի ապրես, դա կյանք է, կյանք ես մտնելու։ Մահը եւ չարը, եթե չարով ապրես, մահ։ Որ ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Եհովա Աստծուն սիրես, նրա ճանապարհներում գնաս եւ նրա պատվիրանքները, կանոնները եւ դատաստանները պահես, որ ապրես եւ շատանաս, եւ քո Եհովա Աստված քեզ օրհնե այն երկրում, ուր որ գնում ես նրան ժառանգելու համար։ Բայց եթե քո սիրտը ետ դառնա եւ չլսե, այլ մոլորվես ուրիշ աստվածների երկրպագություն անես, ասենք մամոնային, եւ նրանց պաշտես, ես ձեզ այսօր իմաց եմ տալի, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա, ով է ուզում երկար ապրի։ Խոսքը ասում է, եթե թեքվես ուրիշ աստվածների, երկար կյանք չեք ունենա։ Այն երկրի վրա, ուր որ Հորդանանն անցնելով գնում եք նրան ժառանգելու համար։ Սա խորհուրդ է, այն երկրի վրա, որտեղ որ Տերը քեզ տվել է ապրես։ Այսօր երկինք եւ երկիր վկա եմ կանչում։ Եվ կներեք, ձեզ վրա, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առաջ դրի։ Ուրեմն կյանք ընտրի, որ ապրես դու եւ քո սերունդը։ Տեր ասում է, հնարավորությունը կա, ընտրությունը կա, բայց կողքից հուշումը կյանք ընտրի, որդիս, աղջիկս կյանք ընտրի։ Դու խելացի ես, ու անխելք չես, ինչ ես խափնվել, ինչ ես ընկել ես աշխարհի բարքերի հետևից։ Այդ ամեն ինչ էլի կգա Տերով։ Դրա համար ասում է, դրված է քո առաջ, ուրեմն կյանք ընտրի, որ ապրես դու եւ քո սերունդը։ Որ քո, իսկ ինչ է նշանակում կյանք ընտրելը, որ քո Եհովա Աստծուն սիրես, սա է կյանք ընտրել, նրա ձայնը լսես, նրան հարես, որովհետև հարես նշանակում է նրա առաջին ապրես, որովհետև նա է քո կյանքը եւ քո օրերի երկարությունը, որ բնակվես այն երկրի, որ բնակվես այն երկրի վրա, որ Եհովան քո հայրերին, Աբրահամին, Իսահակին, Հակոբին երթում արավ նրանց տալու համար։ Հավատքի հայրերին տվեց։ Ամեն, մեր հավատքի հայրերին։ Տերը հուշում է, ընտրի, մենք այսօր այնքան ենք լսում, ժողովուրդ, բայց հենց այստեղից դուրս եկանք, ընդամենը մի ժամ հետո մենք ուրիշ բան ենք ընտրում։ Ուրիշ բան ենք ընտրում, որտեղ մեր աչքերը տեսնում է գեղեցիկ մեքենաներ, գեղեցիկ տներ։ Դրա համար ձգտում ենք, աշխատենք, թողենք Տիրոջ տունը երկրորդական, բայց Տերը սրտերի Աստված է։ Դու գիտես, որ Տերը քո մտքերը դեռ դու չխոսացած, Տերը լրիվ գիտի։ Դավիթը ասում է, հələ իմ լեզվի վրա բառը չեմ արտասանել, դու գիտես։ Աստված սրտերի եւ մտքերի Աստված է։ Աստված ուզում է սրտանց նվիրվածություն։ Եվ հոգևոր վիճակը քեզ բերում է դրան, որ դու դառնաս այդ մարդը։ Կասես, հոյ ջան, գիտես ինչերով եմ անցնում, ինչ դժվարություններով։ Սիրելիներ ջան, ես նույնպես անցնում եմ դժվարություններով։ Հետաքրքիր է, այդ դժվարությունները, հիշում եք Հիսուսն ասեց, նեղություններ կունենաք երկրի վրա, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհը։ Մի հատ ձեզ օրինակ բերեմ, ես վերջերս ինձ հայտնության բացվեց, Դավիթ թագավորի մասին ով է կարդացել։ Ով էր Դավիթ թագավորը։ Աստծո օծյալ, Աստծո ընտրյալ, Աստծո սրտի համեմատ մարդ, չէ՞։ Բայց հələ մի հատ Դավիթ թագավորի մանկությունից կարդացեք մինչև Դավիթ թագավորի մահը։ Դավիթ թագավորը օծյալ մարդ, ինչ էր իր կյանքը։ Գողիաթ հաղթեց, հետո Սավուղ ժամանակի մեջ հաղթեց, հետո ով։ Աբիսողոմ դա էլ հաղթեց,
ու ամբողջ կյանքը վախերի փախած էր Դավիթ թագավորը։ Բայց Աստծո օծյալ, Աստծո սրտի համեմատ մարդ ուներ թշնամի դրսից, ուներ թշնամի ներսից, իր որդուց էր փախնում։ Հասկանում ես, նայած թե սատանան ում է բռնում եւ հանում քո դեմ։ Ամեն մեկիս կյանքում էլ կան խնդիրներ եւ դրսի թշնամիներից, եւ հոգեվոր եղբայր քույրերից, եւ հարազատներից, եւ ընտանիքի անդամներից, թմրել ես, դժվարա եւ խոսքը ասում է, չէ, կրակի մկրտություն։ Կրակներով ես անցնում։ Ասում ես, լավ Տեր, մինչև երբ։ Դավիթ թագավորի կյանքը նայի։ Մինչև իմա անցավ ինքը, բայց մնաց հոգևոր։ Սողոմոնը չմնաց, վարկացրեց ասում, Դավիթը մնաց։ Ժողովուրդ, մենք այնքան հոգևոր պիտի լինենք, այնքան խելացի, որ մենք հասկանանք, վերջի վերջո այս կյանքը տրված է մեզ 80 տարի, 90 թող լինի։ Լավ, արժե ես 90 տարով զոհաբերել հավիտենականությունը։ Իհարկե չարժի։ Աստված մեզ ամեն ինչ սիրուն բացատրեց։ Իմ ետևից գալիս ես, ուզում ես գաս, անձդ ուրացի, խաչդ վերցրու։ Ինձ նախապատիվ տուր քո ծնողներից եւ հարազատներից։ Եթե ինձ ես ընտրե, հենց քո անձից էլ ինձ պիտի շատ սիրես։ Պատկերացրեք, Աստված է միայն դա ասում։ Դու ոչ ոքի չես կարող ասես, դու ինձի պետքա քեզնից շատ սիրես։ Դա միայն Աստված կարող ասի, եւ դա ճշմարտություն է։ Եթե դա չկատարվի, դու չես կարող Քրիստոսի աշակերտը լինես։ Սատանան քեզ ուղակի, մեր բառերով ասած, գզի անելու։ Խառնելու է, թե ուղեղը, թե միտքը, թե հոգի, թե մարմինդ, չգիտես ոնց։ Դրա համար խորհուրդ կտամ, եկեք հոգևորապես զորանանք այսօր։ Մի հատ վերանայենք, արդյոք հավատքի մեջ ենք։ Եվ դառնանք հոգևոր մարդ։ Վերջի վերջո այս երկրի վրա ամեն բան կորչելու է։ Ինչերի էլ որ հասնես, հիշում եք այն բիզնեսմենը, առակը։ Բիզնեսը լավ էր, արտը լավ պտուղ էր տվել, մտածում եմ լավ այսքան որտեղ տեղավորեմ, լավ պահեստը կմեծացնեմ, ամբարներս, բարիքը կլցնեմ մեջը, կպարկեմ թախտին, կասեմ դե կեր խմի ու քեֆ արա, ով իմ անձը։ Աստված ասեց այ տնաշեն, այս գիշեր հոգիդ պահանջելու են, այ ճակերտավոր խելացի։ Ուղեղդ միտքդ ինչ ես տվել, այս գիշեր վերջանալու է քո կյանքը։ Ով հասկանում։ Բա մենք մեր խելքը ինչ ենք տվել։ Մտածեք այս մասին։ Սիրելիներ ջան։ Թող Տերը զորացնի, հենց սա է, որ ասում անտրի կյանքը։ Ինչի հետևից ես ընկել։ Եսդ ուզում ես փառավորվի, եսդ ուզում ես երևա։ Հենց եսը քո հարցերը լուծելու է։ Քո կյանքի բոլոր խնդիրները հենց այդ եսի հետ է կապված։ Այնց այդ եսը խաչափայտին գամես։ Անենց լավ է լինում, խաղաղ հանգիստ ապրում ես։ Եսը տանում է հպարտության մեջ, մրցակցության մեջ։ Եսը պահանջում է իր հարգանքն ու պատիվը։ Իր դիրքը, ուրացի եսդ, որ ապրես։ Ծննդոց 13:8-13 գլուխը, սենց ասեմ, բանավոր խոսեմ, չկարդամ ժամանակի համար։ Ուրեմն Աբրահամի եւ Ղովտի մասին է։ Օրինակ եմ ուզում բերեմ։ Աբրահամը ու Ղովտը դուրս եկան։ Ղովտը Աբրահամի եղբոր որդին էր, գնում էին իրար հետ անապատ, ոնց Աստված ասել էր։ Երկուսն էլ հավատացյալ էին։ Գրված է, որ Ղովտն էլ էր արդար։ Ամեն։ Անցան տարիներ, նրանք անտուն թափառական էին, Աբրահամն էլ, Ղովտն էլ։ Բայց անապատի մեջ Աստված նրանց շատ օրհնեց, հարստացրեց։ Մինչև թագավորների ուշադրությունը գրավում էին նրանք։ Երկրի վրա շատացավ ունեցվածքը ու սկսեցին կռվել իրար հետ։ Ղովտը եւ Աբրահամը։ Ղովտը մոռացել էր, որ ինքը Աբրահամի հովանավորության տակ է, օծության տակ է։ Ղովտը օրհնվում է, որովհետեւ Աբրահամի կողքն է։ Ամեն կռիվ ալնում։
մեր բառերով ասած Աբրահամի հետ քյալայ է տալի, որ իմ հովիվները, իմ անասունները, քոնը, խի պետք է սենց լինի։ Աբրահամը Աստծո որդի ասեց Ղով ջան, ախպեր ջան, արի չկռվենք, մենք եղբայրներ ենք, արի չկռվենք, արի դու ընտրի աչը կամ ձախը, ես էլ ընտրեմ հակառակը։ Եվ Ղովտ ասման նայեց լավ տեղերը, դրախտային տեղերը, որը Սոդոմի շրջակայքն էր, ընտրեց, ասեց ես գնում եմ այս վայրը, դե հիմա դու քոնը ընտրի։ Եվ Ղովտը առանձնացավ ու գնաց։ Աբրահամն էլ ինչ-որ միտեղ, անցավ ժամանակ, խառնվեց իրար, թագավորները կռվում են, գալիս են Ղովտի ունեցվածքը, կանայք եւ հենց Ղովտին էլ տանում են գերի։ Հետաքրքիր է, չէ, երկու հավատացյալ, իրար հետ ապրում են։ Մեկի կյանքը խառնվեց, կորցրեց ունեցվածքը, որի համար կռվում էր օծյալի հետ, ավագի հետ։ Կռվում էր, բայց հենց առանձնացավ, դևերը վրա տվեցին։ Այդ թագավորները, պատերազմները դևերն էի խորհուրդն է։ Բայց Աբրահամի մեջ այնքան իրական սեր եւ հարգանք կար, անգամ այդ կռվի ժամանակ, այդ կռիվը ինքը երբ որ լսեց Ղովտի մասին, չասեց, այ իրան տեղն է, Աստծո դատաստանն է եկե։ Իմ հետ կռվում էր, դե գնա կեր, կորցրեց ամեն ինչ։ Այ իրան տեղն է, չասեց Աբրահամը։ Ասում է հավաքեց իր 318 զինվորներին, գնաց հաղթահարեց այդ մարդկանց, թագավորներին եւ Ղովտին իր կանացով, իր ունեցվածքով հետ բերեց։ Ամեն, իրական հավատացյալ։ Հիմա ինչ եմ պատմում, օրինակը, տարբերությունը հավատացյալների։ Ասում է մի քիչ ժամանակ, Աստված Սոդոմ Գոմորը ուզում է վերացնի, վառի։ Լավ, Աբրահամի խաթր ասում է Ղովտին էլ, արդար Ղովտին փրկեմ։ Հանում են դուրս Ղովտին քաղաքից, որ քաղաքը պետքա վառվի։ Մեկ էլ նայում ենք Ղովտի կինը աղի արձան է դառնում, տեսնում ենք, որ այդ ինչ հաշիվ էր։ Գիտես, իմ կարծիքով հենց այդ կռիվները հրահրողը հենց կնոջ սրտից է դուրս եկել։ Կինն էր, նախանձ, հակառակ, Ղովտի կինը, Աբրահամի կինը ինչի պիտի ինձնից լավ ապրի, ինչի իրանցը պետքա մերից շատ լինի, հո դու հարիվ չես, այ Ղով ջան, հլը քոնը պահի, ավագիդ հլը քյալատուր, հլը պատերազմի։ Հրահրեցին պատերազմը, հեռացան կողքից եւ ընկան կրակը։ Ամեն։ Մի քիչ էլ որ առաջ են գնում, տեսնում ենք Ղովտը պղծվում է իր աղջիկերքի հետ։ Բայց նայում ենք Աբրահամի կյանքին, Աբրահամը օրհնվեց, աճեց, զորացավ եւ իր սերունդը մինչեւ այսօր։ Իսկ Ղովտի սերունդը մի սերունդ ծնվեց, որ հակառակ էր Իսրայելին ու թշնամի։ Ու Աստծուն շատ զզվելի։ Չեք մտածել արդար Ղովտից ինչի պետք է սենց բան լիներ։ Որովհետև խնդիրներ կար սրտում, կյանքում։ Եվ այդ խնդիրները ցույց են տալի։ Դրա համար ընտրի կյանքը, խոնարհությունը, հեզությունը, հնազանդությունը, որ ապրես։ Կյանքը ընտրի։ Եսը չի թողում, Ղովտի կնոջ եսն էլ չէր թողում։ Կար ժամանակում դարավ աղի արձան, երեխեքը պղծվեցին, ընտանիքը ավիրվեց, որովհետև չընտրեցին կյանքը, Աստծո կամքի համեմատ։ Մի ուրիշ օրինակ, Եբրայեցիս 12-րդ գլուխ, Եբրայեցիս 12-15 Զգուշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառը արմատ վեր չբուսնի եւ նեղություն տա եւ նրանով շատերը պղծվեն։ Դառը արմատը սրտի մեջ է սկսվում։ Ղովտի կնոջ դառը արմատը սրտում էր սկսվել։ Խոսքը ասում է զգուշ մնացեք, որ ձեզանից մեկի մեջ մի դառը արմատ չբարձրանա եւ նրանով նեղություն տա եւ շատերն էլ պղծվեք։ Որ չլինի մեկը
պոռնիկ եւ պիղծ, ինչպես Եսավը, որ մի կերակուրի համար իր անդրանեկությունը ծախեց, որովհետեւ գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնություն ժառանգել, բայց մերժվեցավ, որովհետեւ ապաշխարության տեղ չգտավ, թեև արտասուքով խնդրեց նրան։ Ասո խոսքը ասում է զգուշ եղեք, որ Եսավի պես չլնեք։ Պոռնիկ եւ պիղծ Աստված անվանում է, ինչպես Եսավը։ Հոգևորի մասին է խոսքը։ Ով էր Եսավը, ով էր Հակոբը, իր եղբայր Հակոբը։ Նրանք Իսահակի որդիներն էին։ Իսահակը Աբրահամի որդին էր։ Երկու եղբայր Եսավը եւ Հակոբը ունեին շատ օծված ծնողներ, պապիկ եւ հայր։ Բայց չգիտես ինչի մի տան մեջ մեկը պոռնիկ Եսավն է, մյուսը Հակոբն է, ասո սիրելի։ Զարմանալի է, չէ՞։ Աստված ասում է պոռնիկ Եսավին չնմանվեք, որ մի կերակուրի համար իր անդրանեկությունը ծախեց, այսինքն որ կերակուրի համար հոգևորությունից հեռացավ։ Մենք տեսնում ենք Եսավը լրիվ մարմնավոր մարդ էր։ Իր ուշք ու միտքը այս աշխարհն էր, կերուխումն էր, որսն էր, տղեկի հետ հավաքվենք, քեֆ անենք, աշխարհիկ բաներն է։ Նրան չէր հետաքրքրում ոչ մի հոգևորություն։ Դրա համար ծախեց մի աման ապուրով, թան ապուրով, վաճառեց իր անդրանեկությունը, հոգևորությունը։ Այսօր մեր կյանքում ո՞նց է, սիրելիներ ջան։ Ի՞նչն է կարևորությունը մեր կյանքում։ Արդյոք մենք Եսավ չենք։ Արդյոք մեր մտքերը Եսավի մտքերի պես չի։ Թե Հակոբի մտքերի պես է։ Եսավը չէր սիրում աղոթել, չէր սիրում կարդալ, չէր սիրում ծառայությունների գալ։ Եսավը չէր սիրում ասում փնտրել, իրան հետաքրքիր չէր։ Իրան իր հաճույքներն էին հետաքրքիր։ Հակոբը սիրում էր աղոթել, սիրում էր կարդալ, սիրում էր ավետարանել, սիրում էր Տիրոջը փնտրել եւ գտնում էր Տիրոջը, գոտե մարտում էր, հիշում եք։ Դրա համար հետաքրքիր է, չէ՞ կյանքը։ Մի տան մեջ երկու եղբայր, երկու դաստիարակություն։ Աբրահամ պապիկը, Իսահակ հայրը։ Ու դուս ա գալի մեկը պոռնիկ Եսավ, մյուսը ասու սիրելին։ Մաղաքի առաջի գլուխ։ Երկրորդ խոսքը։ Ես ձեզ սիրել եմ, ասում է Տերը։ Իսկ դուք ասում եք, ինչով ես սիրել մեզ։ Միթե Եսավը եղբայրը չէր Հակոբի, ասում է Տերը։ Եվ ես Հակոբին եմ սիրել, իսկ Եսավին ատել եմ։ Նրա սարերը ամայի եմ արել, նրա ժառանգությունը անապատի չակալներին եմ տվել։ Ամեն։ Թեև Եդովմը Եսավի սերունդն է, ասում է, մենք կործանվեցինք, բայց դարձյալ պիտի շինենք ավերակները։ Զորաստերն էլ այսպես է ասում, նրանք կշինեն, բայց ես կքանդեմ։ Եվ նրանց կկոչեն անօրենության սահման եւ մի ժողովուրդ, որի դեմ Տերը բարկացած է հավիտյան։ Ամեն։ Հավիտյան Տերը բարկացած է Եսավի վրա եւ նրա սերունդի վրա։ Օրհնյալ լինի Տերը։ Այս համարները մեզ ցույց են տալի, սովորեցնում են, որ Տերը ատում է անհավատությունը, ատում է աշխարհասիրությունը, ատում է եսակենտրոնությունը, եսասիրությունը, բայց սիրում է Հակոբին։ Այսինքն հոգևորությունը, հոգևոր մարդուն, որ հետաքրքրված է հոգևոր բաներով, որպեսզի ապրի, անի, հնազանդվի։ Ամեն։ Պարզ խոսում է Աստված, որ մենք հասկանանք։ Եվ կյանքը հենց սրա մեջ է թաքնված։ Եսավը ընտրել էր մահը, Հակոբը ընտրել էր կյանքը։ Գիտես, մի բան կար իմ կյանքում, փորձառություն, 3 ամսվա հոգևոր էի, Սատանան ինձ այցելեց մի օր։ Սատանան ամեն օր է բոլորիս այցելում, իր մտքերով, հակառակ, աշխարհիկ, մարմնավոր, ամբողջությամբ Սատանայի տված մտքերն են։ Բայց մի օր 3 ամսվա մոտավորապես հոգևոր եմ,
կիսաքնած, առավոտ շուտ։ Մեկը ինձ հարց է տալի, ասում այս հավատացյալ ես դարձել, հա, այս ձևով, հեգնական։ Ես է կիսաքնած եմ, ասում եմ, հա, ասում է, բա ինչ գիտես, որ փրկված ես։ Հարց տվեց, ասեց, հիմա դու փրկված ես։ Ասեցի, հա, այո։ Հարց տվեց, բա ինչ գիտես, որ դու փրկված ես։ Ու ես չգիտեի։ Եփեսացիս 2-րդ գլուխ 8-րդ խոսքը պիտի ասեի, որովհետև հավատքով ենք փրկված, շնորհքի ձեռքով։ Կներեք, շնորհքով ենք փրկված, հավատքի ձեռքով։ Եվ դա մեր գործերից չի, որ ոչ մի մարմին չպարծենա։ Այս խոսքը պիտի ասեի, ինքը այդ խոսքն էր ուզում, ես չգիտեի այդ խոսքը։ Ես ասեցի, բա դու ով ես։ Ինքը ասեց դև։ Ու ես հիշում էի, որ դևերին քշում են, ու ես ասեցի, դե հիմա Հիսուսի անունով փախար ստեղից։ Ես լսեցի մի հատ ձայն, մոտոցիկլետների են ձայն կա, որ կողովը թափով անցնում են։ Այդ ձայնը լսեցի, ու ես հասկացա, բայց մինչև այդ ձայնը լսելը, ինքը ինձ ասեց, դե լավ, կտեսնենք։ Ես դրա համար եմ այսքան բան պատմում։ Սատանան ինձ ասեց, դե լավ, հավատացյալ ես դառել։ Ասում եմ, հա, այո։ Ասեց, դե լավ, կտեսնենք հլը, հավատացյալ ես, թե չէ։ Ու այդ ձայնը լսեցի ու հասկացա, որ ինքը փախավ։ Բայց այդ դե լավ կտեսնենքի մեջ ես հլը չէի հասկանում, այդ ինչ դե լավ կտեսնենք հա։ Անցել է Ժողովուրդ ջան մոտ 25 տարի այդ օրից։ Ու այդ դե լավ կտեսնենքը կյանքը ինձ ցույց տվեց։ Գիտես ինչերով անցել եմ, ինչ կրակներով եմ անցել, ինչ մերժվածություններով։ Գիտես ինչ հարազատություն ա մերժե եւ հակառակվե ինձ։ Ու գիտես ինչքան տեղեր ես պետքա դառնայի անհավատ։ Ինչքան տեղեր կար, որ քիչ էր մնացել սայտակ էի ես։ Միտք էր գալի, ասում էր մտի մեջները փրթի։ Մտի մեջները փրթի։ Ու այդ ով որ հակառակված են, անհավատ ժամանակ ինձանից լավ վախեցած են եղել, վախեցող են եղել։ Ու ես եթե հանկարծ հավատացյալ չնեի, երբեք իրանք թույլ չէին տալ ինձ հետ տենց վարվեին։ Միտք էր տալի արա մի հատ թող խրատվեն։ Բայց հոգևորությունը հենց այդ է, որ քո եսը ուրանաս, քո խաչը վերցնես, գիտես, որ կարաս, կարող ես, անես, բայց չես անում, որովհետև եսդ ուրանում ես, Տիրոջն ես հնազանդվում, որ ընտրես կյանքը։ Ամեն։ Հենց այդ էր նշանակում, հավատացյալ ես դառը, հա, դե լավ կտեսնենք հլը, ինչքանով ես դու հավատացյալ, ինչքանով կդիմանաս, ինչքանով կմնաս, թե Սամսոնի պես կհանձնվես, Դալիլիային տեսնես, կարող է խափնվես արդեն։ Հասկանում ես, Դալիլիայի դեմքով կարող է լինի դա ուրիշ բաներ։ Սամսոնի մոտ Դալիլյան էր։ Դե լավ կտեսնենք։ Ու մինչև այսօր ես պայքարում եմ, որպեսզի ընտրեմ կյանքը, մնամ հոգևոր։ Եվ այսօր քեզ եմ խորհուրդ տալի, մնա հոգևոր։ Մի եղի Եսավի պես։ Աստված ատում է Եսավի պեսերին։ Այսինքն մարդկանց, որոնք զբաղված են իրանց կյանքով, իրանց խոբիով, ապրելու, վայելելու այս աշխարհը։ Ամբողջությամբ մարմնավոր։ Իսկ Աստծո խոսքը Հռոմեացիս 8-րդ գլխում 13 խոսքում ասում է, եթե մարմնավորապես ապրենք, կմեռնենք։ Բայց եթե հոգով սպանենք մարմնի գործերը, կապրենք։ Իսկ ով էր մարմնավորապես ապրողը։ Ասում է մարմնավորապես ապրողները 5-6 խոսքերում։ Մարմնի բաներն են մտածում։ Մարմնի բաներն են անում։ Նրանք են մարմնավորները։ Եսավը մարմնավոր էր։ Հակոբը հոգևոր։ Հալելույա։ Ես մտածում եմ, որ դուք ինչ-որ բան ստանում եք։ Եվ գիտեք, նպատակս ինչ է ձեզ հասցնելու, որ այդ սովորական հոգևորությունից եսավական։ Եսավն էլ էր ասում, Իսահակի տղեն եմ, հոգևոր, պապաս հավատացյալ է, օծյալ է։
Պապաս ամբողջ օրը մեզ քարոզում է, Հակոբին ինձ, բայց Եսավ էր ինքը։ Այսօր շատերը կան, եկեղեցում նույնպես, Եսավ են, բայց նստած են Հովի ներկայության մեջ, բայց Եսավ են։ Եղի Հակոբ, որոշի Հակոբ դառնաս։ Դուրսար այդ գաղջ գոլ վիճակից։ Նորովի նվիրվի։ Էլ մի մտածի, վերջ, իմս անցավ, էլ Տերը չի ընդունի։ Ամեն ժամանակ, եթե ապաշխարես, Տերը քեզ կընդունի։ Տիրոջ արյունը բարեխոսում է մեր համար, սիրելիներ։ Եթե հասկանում ես, Խոստովանի մեղքդ, զղջա, մեր Տիրոջ արյունը կմաքրի ձեզ ամեն մեղքերից։ Առաջի Հովհաննես առաջի գլուխ 8-րդ խոսքն է։ Եթե զղջանք եւ դավանենք մեր մեղքերը, ապա հավատարիմ են նա, որ կմաքրե մեզ ամեն մեղքերից եւ անօրենություններից։ Ամեն։ Հոբ 36-րդ գլուխ 5-րդ խոսքից Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարի։ Հզոր է սրտի զորությամբ։ Այս խոսքը ինչ է ուզում ասի։ Ահա Աստված հզոր է, բայց ոչ մեկի չի արհամարի։ Այն ամենատգեղին, ամենաաղքատին, ամենաայն խորը գյուղերի, այն գյուղի մեջ են խորը ցեխոտ թաղերի ինչ-որ մեկին, որ նայում ես իր հագու կապներ ինչ-որ տարօրինակ, չէ՞։ Սա է նշանակում այս խոսքը։ Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարի։ Ոչ մեկ, միգուցե մենք արհամարենք, մեկը մտնի ստեղ մի քիչ տարօրինակ հագնված, կամ չգիտեմ, տեսքը մի քիչ այն ձև չի, տգեղա, չգիտեմ, կարող է արհամարենք։ Բայց Աստված բնակվում է բարձրերում, բայց նման մարդկանց չի արհամարում։ Դա նշանակում է, որ մենք էլ չպետք է արհամարենք։ Ամեն, մենք Աստծուց մեծ չենք։ Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարի, հզոր է սրտի զորությամբ։ Նա ամբարիշտին չի ապրեցնի եւ նեղյալներին իրավունք կտա։ Ամբարիշտը, սիրելիներ ջան, դա հավատացյալներն են, որոնք չեն հնազանդվում Աստծո խոսքին։ Անհավատները հեթանոսներն են։ Ամբարիշտները Աստծո վախը կորցրած մարդիկ են, որ ինչ ուզես անում են, խոսում են։ Դրա համար խոսքը ասում է, նա ամբարիշտին չի ապրեցնի եւ նեղյալներին իրավունք կտա։ Նա ետ չի քաշի արդարից իր աչքերը, այլ թագավորների հետ նրան աթոռի վրա էլ կդնե հավիտյան եւ նրանք կբարձրանան։ Ամեն։ Հիսուսը ասեց, չէ, եթե մեկը հաղթում է, ինձ հետ կնստի իմ աթոռին, ինչպես ես հաղթեցի եւ նստեցի իմ հոր աթոռին։ Խոսքը այստեղ Հոբի գրքում ասում է, որ թագավորների աթոռին էլ կնստեցնի մարդկանց։ Ես հավատում եմ, որ Տերը մեր համար պատրաստել է դա, որովհետեւ մենք խոնարհենք Տիրոջ առաջ եւ ծառայում ենք Տիրոջը։ Ամեն։ 8-րդ խոսքը։ Եվ եթե նրանք շղթաներով կապված լինեն եւ բռնվեն թշվառության լարերով, մարդ կա, չէ, շղթաներով կապված է հոգեվոր աշխարհում եւ բռնված է թշվառության լարերով։ Ինչ է սա նշանակում։ Թշվառություն, աղքատություն, պարտքեր, վարկեր, թաղված մի այլ կարգի sense բաների մեջ, հիվանդություններ, ամբուժելի։ Եթե նրանք շղթաներով կապված լինեն, հիվանդության շղթա է, աղքատության, ես չգիտեմ, տարբեր բաներ կա։ Եթե նրանք շղթաներով կապված լինեն եւ բռնվեն թշվառության լարերով, այն ժամանակ կհայտնեն նրանց իրանց գործքը եւ իրանց հանցանքը, որ իրենց բարձրացրել էին, հպարտացել են, իրենց բարձրացրել են։ Ասում է, եթե թշվառությունը մտել է այդ մարդի տունը, Աստված հայտնելու է այդ ապաշխարությունը, որ դու քեզ հպարտացել ես, բարձրացրել ես, կողքինից մի քիչ տգեղ է, քեզ արդեն լավ է զգում, մի քիչ հագի շորերը այն չի ինչ որ պետք է լինի, քոնը ավելի լավն է, արդեն քեզ լավ է զգում, մի քիչ քշած մեքենան այն չի, արդեն դու քեզ լավ է զգում։ Հասկանում ես, սա բարձրացնել է, մարդ բարձրացնում է, քիթը բարձրանում է։
Եվ հենց որ մարդու քիթը բարձրացավ, շղթաները հոգևոր աշխարհում գալի ու այդ մարդուն կապում է։ Թշվառության լարերը պատում են ընտանիքը, հիվանդությունները, ցավերը, աղքատությունները։ Մարդը չգիտի ինչից է, ասում է աղոթեք ինձ համար։ Աղոթեք ինձ համար։ Իմիջիալոց այն դեպքը, որ պատմեցի, ասեցի լսեք, աղոթելը կաղոթենք ձեր համար, երեխու հետ կապված։ Բայց ձեզ պետք է ապաշխարել։ Դա դրա խնդիրն է, դա դևերն են ձեզ հույր եկել։ Իզուր խեղճ երեխուն գցել եք բժշկի հիվանդանոցների դռները։ Ծակում եք, չգիտեմ, սրսկում եք, վախեցած եք, ապաշխարեք ընդամենը այդ դևը կհեռանա։ Երեխան կվերականգնվի մի վայրկյանում։ Թշվառության լարերն են դրանք։ Ընտանիքով ընկել են ամբողջ օրը այս հիվանդանոց, այն հիվանդանոց, այս բժշկի ձեռքը, այս դեղը, այն դեղը եւ այլ եւ այլ։ Ո՞վ հասկանում ինչ եմ ասում։ Բայց միտքները չի գալի, ախար մենք հեռացել ենք Աստծուց։ Դևերը արդեն մեզ կապել են։ Ախար մենք ընկել ենք այս վիճակի մեջ։ Թշվառության լարերը։ Այն ժամանակ կհայտնեն նրանց իրանց գործքը, Աստված արդեն բացում է, հիշեցնում է, ապաշխարություն։ Եվ իրանց հանցանքները, որ իրենց բարձրացրել էին, եւ նա կբանա նրանց ականջը խրատի, եւ կպատվիրե, որ դառնան իրենց ամբարշտությունիցը։ Ականջը կբացե եւ խրատ կանե։ Այսօր ես հավատում եմ, որ Աստված շատերի ականջը բացում է եւ խրատում է, որ ապաշխարեք ամբարշտությունից։ Եթե լսեն եւ հնազանդվեն, իրենց օրերը բարիքով կվերջացնեն։ Ով ազում բարիքով ապրի։ Բոլորս։ Այնքան վատ է չարիքով ապրելը։ Այնքան վատ է, որ կյանքը խառնվում է, ընտանիքը խառնվում է։ Ամեն։ Տեր ասում է, եթե լսեն եւ ապաշխարեն, հնազանդվեն, իրենց օրերը բարիքով կվերջացնեն եւ իրենց տարիները զվարճությունով։ Ուզում ենք, չէ՞, զվարճանանք, ուրախ, լիաթոք, որ միտեղ գնում ես, ուրախանաս, հանդիպում ես, սիրտդ ցնծա, ուրախանա։ Ոչ թե դեմքով միայն դու ուրախանում ես, բայց սրտիդ մեջ լիքը դարդ։ Կա սենց բաներ ելնում է, չէ՞։ Բայց եթե չլսեն, սրով կանցնեն եւ կմեռնեն առանց հասկացողության։ Այտենց էլ չեն հասկանա, որ ապաշխարության կա, որ կարելի է այդ ամեն ինչը հավատքով, ապաշխարությունով փոխել։ Հիմա եթե չլսեն, սրով կանցնեն։ Սուրը ի՞նչ է։ Սպանվելով, գնդակահարվելով, մահերով, վթարներով կանցնեն։ Եվ կմեռնեն առանց հասկացողության։ Այտենց էլ չեն հասկանա ապաշխարության մասին, Տիրոջ խոսքի մասին։ Եվ սրտով կեղծավորները բարկություն կդիզեն։ Սրտով կեղծավոր, որ դեմը ժպտում ես, սրտիդ մեջ կեղծիք է։ Սրտով կեղծավորները բարկություն կդիզեն։ Դրա համար կեղծավորությունից դուրս արեք, ժողովուրդ։ Հիմի շատ լավ տարածված է կեղծավորությունը։ Դեմը ժպտում են, հետևից ատում, չարախոսում, նախանձում են։ Դա խնդիր է։ Բան կա ասելու, ավելի լավ է դեմը ասես։ Ամեն։ Չեն աղաղակի, երբ որ նրանց կապ է։ Նրանց անձը կվախճանվի երիտասարդությունում եւ նրանց կյանքը իգացողների հետ։ Ջայլ կմահանա։ Օրհնյալ լինի մեր Տերը, որ մեզ սովորեցնում է։ Ամեն։ Փառք մեր Աստծուն, ամեն բանի համար։ Եվ մի խոսք էլ, Եզեկիել 18:30-ը, նախավերջի խոսքն է։ Եզեկիել 18 եւ 30 խոսքը։ Վասն որո ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայելի տուն։ Նոր ուխտում ով իմ եկեղեցի։ Վասն որո ես ձեր ամեն մարդին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով իմ եկեղեցի, ասում է Տեր Եհովան։ Դարձի եկեք եւ ձեր բոլոր հանցանքներից ետ դարձեք, որ ձեր համար անօրենությունը գայթակղություն չդառնա։ Դեն գցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, որով դուք հանցավոր եղաք եւ ձեր համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեք։
Որովհետև ինչու համար մեռնեք, ով Իսրայելի տուն։ Աստված ոնց որ պարզ խնդրում է, բացատրում է։ Ասում է հասկացեք, ես չեմ ուզում, որ դուք մեռնեք։ Չեմ ուզում ձեր համար վատ լինի։ Դարձի եկեք, սիրելիներ ջան, իմ ժողովուրդ, իմ աղջիկներ, իմ տղաներ, դարձի եկեք, ձեր եսը ուրացեք։ Խնդիրը եսն է։ Դարձի եկեք, ասում է, ինչի համար մեռնեք, ինչի համար անիծվեք։ Առաջի խոսքում ես կարդացի միտեղ, ահա օրհնություն եւ անեծքը, մահը ու կյանքը ձեր առաջ փռած է։ Հուշում է, ընտրեք կյանքը։ Այս խոսքում ասում է, դարձի եկեք, որ կյանքը գա ձեր մեջ, կյանքը ընտրեք։ Որովհետև ես հաճություն չունեմ մեռնողի մեռնելուն, ասում է Տեր Եհովան։ Ուրեմն ետ դարձեք, որ ապրեք։ Տիրոջը դուր չի գալի, որ մարդը մեռնում է, մարդը անիծված է, թշվառության լարերով կապված է, դա ասուն դուր չի գալի։ Բայց ինչի մեռնես, մեր բառերով ասած, բալես, ինչի մեռնես։ Եսդ ուրացի էլի, ապաշխարի, հասկացի, ես քեզ սովորացնում եմ կյանքի խոսքեր, ես քեզ սովորացնում եմ կյանքը, հասկացի, որ ապրես։ Սիրտդ, ուշք ու միտքդ գանձերն են աշխարհի։ Փողերը, գործերը, ունեցվածքը, մեքենաները, լավ տեխնոլոգիաները, հեռախոսները, դա հիմարություն է, որ մարդ թողնի ասուն եւ թեքվի դրա վրա խորանա։ Դա ժամանակավոր է, ինչ ուզում ես արա, ժամանակավոր է։ Գիտես, մի հայտնություն ունեմ, ես փոքր ժամանակ մեծացել եմ իմ տատիկ պապիկի հետ։ Ինձ իմ ծնողները որդեգրել են իմ տատիկ պապիկի վրա եւ մանկությունից ես ծնողներիս քիչ եմ տեսել։ Եվ այս տարիքից ես տեսել եմ, որ այդ տունը ունեի 2-3 հորքուր։ Ունեի տատիկ պապիկ, բոլորը աշխատում էին։ Առավոտվա 8-ից գործի, երեկոյան ժամը 6-ին 6:30 գալիս էին տուն։ Ու բոլորը աշխատում են, այդ տունը սարքում էին։ Այդ տունը լցնում էին։ Եվ ես երեխա էի, տեսնում էի, անցան տարիներ, մեծացա։ Տատիկ պապիկը մահացան, հորքուրները հեռացան, ոմանք մահացան հորքուրները, ու տեսնում եմ, ինչ եմ տեսնում։ Այդ տունը հիմա կա, բայց ուրիշի տուն է։ Հայրս այն 2000 թվականներին կոպեկներով վաճառեց 2 հարգանե տուն, իր հողամասով, ամեն ինչով, շատ լավ, ընդամենը $6000 վաճառեց ինչ-որ մեկին։ Ես Ռուսաստանում էի, Մոսկվայում էի, եկա տեսա, նայեցի իմ մանկության տուններ։ Ու հայտնություն ստացա, ասում եմ, այս տան մեջ մոտավորապես 6-7 հոգի աշխատել են ամբողջ կյանք առավոտից իրիկուն եւ բերե ներդրել են այս տան վրա։ Բայց իրանց ամբողջ կյանքը գնահատվեց, այդ ունեցվածքը գնահատվեց $6000։ Եվ այդ $6000-ը նենց է մաշվե ու ցնդե գնացել, դա էլ չէ երևում։ Փաստորեն այս մարդկանց կյանքը այդ $6000-ն էր, ամբողջ կյանքը տանջվելուց։ Եվ տունն էլ իրանցը չէ այսօր արդեն, ուրիշի է։ Սա է կյանքը, սիրելիներ ջան, որ հայտնություն է Տերը տալի։ Ինչի համար առավոտից իրիկուն ամբողջ կյանքդ աշխատում ես, հավաքում ես, ինչ որ բան ես սարքում, դու չգիտես վաղը դա ումն է լինելու եւ ինչ գնով։ Եվ քո ամբողջ կյանքի աշխատանքը 6-7 հոգու, $6000 մնաց, գնահատվեց։ Ո՞վ է հասկանում։ Արժե ես կյանքի համար այդքան։ Հասկանում եմ, կասես Հովի ջան, ախր դե քորս ընտանիքը լավ դասավորվել է։ Դե քորս կինն էլ քիթը վերև է, ցցե, սենց մի տեսակ է մեզ նայում։ Ախր ուզում ենք մենք էլ մի քիչ կայանանք։ Շատ հասկանալի է, բայց Տերով, Տերը ամոթով չի թողնի։ Ամեն։ Առաջինը Տիրոջը, առաջինը Աստծո գործը։ Եք ասես դու Հովիվ եք այդ պետք է ասեք։ Ժորդ, Աստվածաշունչն ասում է դա։ Ես չեմ ասում որպես Հովիվ։ Ես խոսում եմ Աստվածաշունչը, Աստծո բնավորությունը, Աստծո առաջարկները։ Հենց սա է կյանքը, որ պիտի ընտրես հավիտենական։ Ոչ թե մի քանի տարի, տանջանքով, քրտինքով,
Հավաքես ու դա էլ ցնդի գնա, դու էլ չիմանաս ինչա։ Վերջի խոսքն եմ կարդում, փառաբանության խումբը կարող է գալ առաջ։ Դուք օրհնված եք։ Փառք Հիսուսին, ամեն։ Ղուկաս 21-րդ գլուխ 34 խոսք։ Այնպես որ այս կյանքը ինչքան էլ քեզ վառի, ինչքան էլ քեզ նեղի, ինչքան էլ չարչարի, կանգնել չկա։ Գնում ենք առաջ դեպի Քրիստոսը։ Ամեն։ Ոչ մի բան հեշտ չի տրվում, ոչ մի բան հեշտ չի լինում, ոչ մի բան արագ չի լինում, բայց միևնույնն է, Տիրոջը պաշտելով, Տիրոջը հավատալով մենք գնում ենք առաջ, ապրում ենք։ Սա անապատ է, հոգևոր, որ մենք անապատով ենք անցնում։ Եվ անապատի մեջ ուղղակի մենք պետքա լինենք գոհացող սրտով մարդիկ, որպեսզի չտրտնջանք, որովհետև ոմանք տրտնջացին եւ ընկան։ Եվ Աստված զզվեց այդ անհավատներից, հիշում եք, միտեղ գրված է։ Ասма ումից զզվեց Աստված, եթե ոչ նրանցից, որոնք անապատում փռված ընկան։ Անհավատներից։ Անհավատությունը, գիտեք ինչ է։ Անհավատությունը սա է, երբ որ դու հավես չունես եկեղեցու գալու։ Երբ որ քո համար դա կարևոր չի։ Դու հավես չունես աղոթելու, հավես չունես ավետարանելու։ Դա կոչվում է անհավատություն։ Հավես չունես կարդալու։ Բա ինչի հավես ունես։ Այ փող աշխատելու։ Լավ կինոներ նայելու։ Հենց ուզում ես հլնես Աստվածաշունչ կարդաս, քունդ տանում է երեկոյան։ Հենց ուզում ես մի հատ ֆիլմ նայես, քունդ փախնում է։ Շատ ուրախ նայում ես, որովհետև դա անհավատությունն է արդեն։ Դու տեղյակ չես ուղակի։ Ապաշխարի, խնդրի, վերականգնվի, ասա Տեր, առաջի սերը վերականգնի իմ հոգու մեջ։ Ես չեմ ուզում լինեմ Եսավ։ Ես ուզում եմ լինեմ Հակոբ։ Ամեն։ Եվ 21:34 Ղուկասի։ Զգուշ կացեք անձներիդ, միգուցե ձեր սրտերը ծանրանա, շատակերությունով եւ արբեցողությունով եւ ապրուստի հոգսերով։ Եվ այն օրը հանկարծ հասնե ձեր վրա, որովհետև որոգայթի պես կհասնե այն ամենքի վրա, որ բոլոր երկրի երեսի վրա բնակված են։ Ուրեմն արթուն կացեք եւ ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժան լինեք ազատվելու այն բոլոր բաներից, որ պիտի լինի, եւ կանգնել մարդու որդու առաջին։ Ով գիտի ինչեր պիտի լինի։ Հայտնության գիրքը գրում է։ Ու դա գնում է արդեն, կատարվում է։ Դրա համար Տերը այս համարում ասում է արթուն կացեք, հոգևորությունը սրա մեջ է։ Աղոթք արեք ամեն ժամանակ, որ արժանի լինեք փրկվելու այն չարիքներից, որ շուտով պիտի լինի։ Ու հիմա էլ է լինում։ Արժանի լինեք փրկվելու ձեր ընտանիքի անդամների հետ միասին։ Եվ նաև կանգնելու Աստծո որդու առաջին։